Աշխարհաքաղաքական լայն շպագատով ԵԱՏՄ-ի եւ Եվրամիության աթոռներին ոտքերը դնելու Երևանի փորձերը դատապարտված են համարում Մոսկվայում։ Ռուսաստանի արտգործնախարարության հատուկ դեսպան Ռոդիոն Միրոշնիկը Երևանում մեկնաբանում է մեր խորհրդարանի ընդունած Եվրաօրենքը։ Վրяд ли получится сидеть на двух стульях. Երկու աթոռին նստել չի հաջողվի։ Հայաստանում պետք է գնահատեն, ինչ օգուտներ են ստանում ԵԱՏՄ շուկայից եւ ինչ կարող են ստանալ Եվրամիությունից։ Ռուս պաշտոնյան ավելի կարևոր մի հարցել է բարձրացնում, արդյոք իրատեսական է Եվրամիության անդամակցելու Հայաստանի փորձը։ Обратите внимание на целый ряд. Ուշադրություն դարձրեք այլ երկրների օրինակներին։ Ուկրաինան վաղուց է սահմանադրությունը փոխել։ В Евросоюз и НАТО. Ձգտում է ՆԱՏՕ եւ Եվրամիություն եւ որքան է Ուկրաինան առաջ գնացել։ Կարծում եմ, որ վերլուծաբաններն ու քաղաքական գործիչները պետք է հետևություններ անեն առաջնորդվելով բացառապես Հայաստանի ժողովրդի շահերով։ В интересах народа Армении. Մոսկվան Միրոշնիկի դիտարկմամբ մտադիր չէ միջամտել որևէ պետության, այդ թվում Հայաստանի ներքին գործերին, բայց Կրեմլում հասկանում են, որ Հայաստանն էլ ինչ-որ փուլում դեմքով շրջվել է դեպի արևմուտք։ Մեր երկրում Ռուսաստանի դեսպանը ընդգծում է միջազգային ասպարեզում Ռուսաստանին մեկուսացնելու նպատակով ուկրաինական ճգնաժամն օգտագործելու փորձերը լիակատար ֆիասկո են ապրել։ Ուկրաինայի օրինակով հստակ երևում է, թե ինչ կարող է տեղի ունենալ մի երկրի հետ, որը հայտնվելով Ռուսաստանի եւ Արևմուտքի աշխարհաքաղաքական խաղերի արանքում, դադարում է հետևել ազգային շահերին եւ թույլ է տալիս Արևմուտքին իրեն դարձնել ապակառուցողական սցենարների իրականացման գործիք։ Եվրամիության անդամակցության թեկնածու դառնալու համար Հայաստանին տասնյակ տարիներ են պետք, ասում է միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը։ Որևէ բարձր պաշտոնյա ԵՄ-ից չի ողջունել, որ Հայաստանը ընդունեց այս օրենքը։ Սա շատ կարևոր մարկեր է, եթե Հայաստանը եւս շատ մեծ խնդիր է ստեղծում Հայաստան-ԵՄ հարաբերությունների մեջ, որովհետեւ կա մեկ ճանապարհ, որը պետությունները ընտրում են, եթե իրանք ուզում են անդամակցեն ԵՄ-ն, եւ կա պերֆորմանսի ճանապարհ, որ ձև են տալիս, որ ուզում են գնան ԵՄ, բայց իրականում այս օրակարգը շահառում են իրանց ներքին քաղաքական շահերի համար։ Վերլուծաբանների պնդմամբ Եվրաօրենքը որոշ քաղաքական ուժեր թափահարելու են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի օրերին։ Այդ ուժերին է նրանց խոսքով դիտարկում Նիկոլ Փաշինյանը իբրև հնարավոր գրպանային ընդդիմություն։ Այս նախագիծը որով է կապ չունի ինտեգրացիայի գործընթացի հետ։ Հայ եւ ռուս վերլուծաբանները նաեւ այսօր են փորձել կնճռոտ հարցերի լուծումներ գտնել արևելք-արևմուտք դիմակայություն, ապագայի սցենարներ անունով քննարկման ժամանակ։ Կարնե Մանգասարյան, Միլենա Պողոսյան եւ Նորայր Հակոբյան, Հայլուր։